Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Պարոն Աբրամյան, երեկ հայտնի դարձավ, որ մտադիր է հրաժարական ներկայացնել Էջմիածնի համայնքապետը, համոզիչ են, եթե ծանոթ եք անձնական պարզապես պատճառներ էր նշում, ուրիշ որևէ բացատրություն չկար, համոզիչ համարում եք այս բացատրությունը եւ քանի որ նախորդ շաբաթ Դիանա Գասպարյանը մասնակցում էր քաղաքացիական պայմանագրի վարչության նիստին, դուք այստեղ տեսնում եք հնարավորություն կամ գուցե տեսնում եք այն իրական պատճառները նրա եւ այդ կոռուպցիոն պատմությունների հետ կապի միջև, որը գուցե ՔՊ-ն չի ուզում հանրայնացնի։ Անկեղծ ասած, վերջին շրջանում շատ է խոսվում եւ նաեւ լրատվամիջոցների մեր գործընկերների միջոցով էլ նաեւ բազմաթիվ տեղեկություններ, վերլուծություններ, հետաքննություններ հրապարակվում, որում առկա են առերևույթ հանցագործության, այդ թվում կոռուպցիոն դրսևորումների մասին հրապարակումներ։ Բնականաբար ես ինքս ինչպես Էջմիածնի հետ կապված եւ մնացած նաեւ մյուս մասով որևէ նախաքննական մանրամասների իրավիճակի բերումով չեմ տիրապետում, բայց իհարկե սա որոշակի ցուցիչ է դաշտում եւ այս իշխանության այս 7-ամյա իշխանության ժամանակահատվածում դրան վերագրվող եւ նրա հետ անմիջապես ասոցացվող արատավոր բարքերի հետ։ Արդարադատության այս համակարգը, որը գործում է այս իշխանության ժամանակահատվածում, իհարկե մեզ հնարավորություն չի տալիս բոլոր իրադարձությունների հետ կապված օբյեկտիվ ինֆորմացիա ստանալու, որովհետև դեռևս պարզ չէ, թե իշխանությունը այս կամ այն պետական պաշտոնյայի նկատմամբ գնում է գործողությունների կամ գործի է դնում իր համակարգը ինչ-որ հարցում պատժելու, ինչ-որ պայմանավորություն խախտելու համար պատասխանության ենթարկելու, թե օրինակ այդ կոռուպցիոն դրսևորումները այնպիսի ծավալի են հասել, որ դրանք այլևս քողարկման ենթակա չեն։ Ձեր ասած կոնկրետ օրինակի մանրամասներին եւ ձեր ասած տեքստին մանրամասնորեն չեմ տիրապետում, դրահոսում երևացել է իմ մոտ, բայց ինձ առանձնապես մեծ ցանկություն չի եղել դրանց ծանոթանալու։ Ուղղակի այդ բացատրությունները համոզիչ կարող են լինել, պարոն Աբրամյան, թե ինչ-որ բան ամեն դեպքում կա, որը չի ասվում քաղաքացի։ Անկեղծ ասած, մանրամասներին ոչ գործին եմ ծանոթ, ոչ էլ Էջմիածնի համայնքի ղեկավարի հայտարարությանը։ Նարեկ Կիրակոսյան, ձեր հարցը։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան, կան տեղեկություններ նաև մամուլում, որ վերջերս Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև նոր զենքի գործարք է եղել, ընդ որում Մոսկվան Բաքվին է վաճառել ըստ այդ գործարքի հարձակողական տեսակի զենքեր։ Դուք այս մասին տեղեկություններ արդյոք ունեք թե ոչ եւ սա ինչ է նշանակում, երբ որ Ռուսաստանը օրինակ Հայաստանից գումարը վերցնում է, բայց զենքերը չի մատակարարում արդեն մի քանի տարի, բայց Ադրբեջանի հետ զենքի նոր պայմանագիր է կնքում։ Այդ թեմայի հետ կապված որևէ մանրամասներ չունեմ, ճիշտն ասած թեման առաջին անգամ ձեզանից եմ լսում ու ուղղակի պատկերացում չունեմ, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, բայց օգտվելով նաև ձեր հարցադրումից ասեմ, որ շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում, հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, որոշ նաև եվրոպական երկրներից, բայց ռուսական մասով որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունեմ։ Ստեղ մեկ հավելում եմ ուզում անել, որ ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ որ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ հենց նույն Ադրբեջանի կողմից, այս վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը եւ միայն կանխատեսելիության որոշակի դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում, որովհետեւ դա շատ կարեւոր է ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու եւ համապատասխան սպառանիկների ճիշտ արձագանքելու համար, ինչը այս պահին պարզապես մենք չունենք։